ջան, նախ չպետք է զարմանալ, որ ՍՏԻ ու կեղծիքի խորհրդանիշ ԿՊ խմբակը իրաց թրքահապատակ կառավարչի հետ միասին սուտ կեղծիք են դարածում ազգային ուժերի եւ ազգային առաջնորդների վրա։ Շկեդուրանալով նրանց հիմարությունների վրա, պարզապես փաստ է, որ 2015 թվականի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը ուղիղ մեջ բերում է, դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը եւ կոչ է արել Թուրքիային առերեսվելով սեփական պատմության հետ ճանաչելու դատապարտել հայոց ցեղասպանությունը։ Սերժ Սարգսյանը, կրկնում եմ, այն ղեկավարն է եղել, որը ուղիղ դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եւ կոչ է արել Թուրքիային ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Երրորդ նախագահ եւ հանրապետական իշխանության տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են եւ դատապարտել են հայոց ցեղասպանությունը, այդ թվում Օսմանյան Թուրքիայի դաշտակից առաջին աշխարհամարտում Գերմանիան, նրա նախագահը, Գերմանիայի Բունդեստագը, իսկ 2015 թվականի ապրիլի 24-ի 100 տարելիցի ոգեկոչման արարողությունը բոլորի տաշկի առաջ է եղել։ 5 երկրի նախագահ է եղել, որոնցից երկուսը ՄԱԿ-ի մշտական անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուଆ Օլանդն են, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները։ Ավելին, այդ օրը ապրիլ 24-ին Գալիպոլի ու Էրդողանը միջոցառում էր անում, բայց աշխարհի ուշադրությունը սևեռված էր Ծերնակաբերդում։ Գիտեք, սրանց մեկնայինից պետք է մի լավ ինչ ասես, այս մարդիկ սրանք նրանք են, որ օրը ցերեկով Արցախը հանձնում էին, բայց ամբողջ աշխարհի Facebook-ում գրում էին, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Սրանք գնացել Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, բայց մեղադրում են բոլորին։ Տիգրան Մեծից մինչև նախկիններ ու ռուսներ։ Նիկոլ Փաշինյանն այն մարդա, որ կապիտուլյացիան իր ձեռով ստորագրել է, բայց հիմա չգիտես ում է մեղադրում։ Ի վերջո, իրանք ամբողջ խմբակ է այս կապիտուլյանտների։ Ասում էին Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա Ալիևից ավելի լավ են փորձում հիմնավորել, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջան։ Եվ ամենակարևորը, եթե մեկը կապ չունի նրա ազգանունը ինչ է, հայտարարում է, որ անկախության հռչակագիրը դա չանկախության մասին հռչակագիր է, եւ պատասխանում է սահմանադրություն նոր ընդունել, որտեղ ներառված չլինելու մեր պետության ծննդականը, ազգագիրը, այսինքն անկախության հռչակագիրը, նրան ինչ ասես։ Նրան պետք է ասես, որ ինքը թուրք-ադրբեջանական կամակատար է, վերջ։ Պարոն Շարմազանը, այլընտրանք ունի օրվա իշխանությունը, որովհետև տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ այս իրավիճակում այլ ելք չկա, կամ փորձել երկխոսել, կամ փորձել բանակցել, կամ փորձել եզրեր գտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետև օբյեկտիվորեն թույլատրված է պետությունը, չունի ռեսուրսներ եւ տարածաշրջանում տեսնում եք, որ լարված իրավիճակ է։ Նախ ռեսուրսներ չունի իրանց դավաճանության արդյունքում։ Մենք 7 տարի առաջ, այսօր երբ որ Սերժ Սարգսյան հրաժարական տվեց, հայոց աշխարհն ուներ երկու հանրապետություն, Հայաստանի հանրապետություն եւ Արցախի հանրապետություն, 42,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Շուշին հայկական էր, Ստեփանակերտը հայկական էր, աշխարհի գերհեծրապետությունները ճանաչում են հայոց ցեղասպանությունը։ Նույն Նիկոլ Փաշինյանի խոսքով ունենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը։ Հետո մցխեց այս կաբինետում նստած կապիտուլյանտը։ Հիմա ումից է բողոքում։ Եվ այն ասել Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությունը անվանել Ադրբեջանի եւ Թուրքիայի երկխոսություն Ելքը ո՞րն է, պարոն Շարմազան։ Ելքի իշխանափոխությունն է, ո՞րն է, դիմադրությունը։ Օրենքով սահմանված կարգով, ինչպես 3 ճանապարհ կա, ճանապարհ համար 1 impeachment, անվստահություն հայտնել, ճանապարհ համար 2 փողոցային ընդվզում, ճանապարհ համար 3 դասական իմաստով ասում, մտրություններ։ Իմ համար կապ չունի 3-ի, որով լինի, ես կողմ եմ։ Բայց վերջին 7 տարիները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի ազգակործան ռեժիմի ցանկացած օր մեզ տանում է դեպի ազգային պետականության կորուստ։ Անցած տարի ապրիլի 23-ին մենք ավելի լավ վիճակում ենք, քան այսօր։
Աստված չանի, որ սա մնաց, մյուս տարի ապրիլի 22-ին կարող եմ, ես չգիտեմ։ Այս իշխանությունները նշում են, որ Իշխանություն չունենք, մենք ունենք կոլաբորացիոնիստական ռեժիմ։ Ոնց կարելի է Մերիջան անվանել մի հանրույթի իշխանություն, որը հրաժարվում է անկախության հռչակագրից։ Մի հատ պարզ խոսակ, մոռանանք ով ուզում ալնի։ դուք մտածում եք, որ Նիկոլ Ես չեմ մտածում, ես իշխանություն եմ համոզված։ ընտրողները անկախության հռչակագիրը հանելու հետ կապված կողմ են արտահայտվելու, որովհետև ըստ էության նա ասաց, որ հա պետք է դուրս գա, բայց դա ժողովուրդը պետք է ընտրի։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի, ժողովրդին խաբելու ու ստի ու կեղծիքի վարպետ է։ Բայց մենք ինչի պետք է հասցնենք դրան, որ մի հատ էլ հայ ազգը գնա քվեարկի անկախության հռչակագրին կողմա թե դեմա։ Հասկանում եք դա ինչ է։ Դա ոնց է քրիստոնյա երկրում ասենք գնանք քվեարկենք, մենք քրիստոնյա ենք, թե ուզում ենք մուսուլման դառնանք։ Հասկանում եք, սա արդեն աբսուրդ է, մենք էս ինչ ենք քննարկում ժողովուրդ։ Այսինքն երրաբլուրով ծնված պետության մեջ մենք պետք է մի հատ քննարկենք անկախության հռչակագրի ըլին չլինի, դե մեռնենք, պրծնենք, էլի։